Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Հայ ծուծազուններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում եւ այսօրվա մեր հյուրը կլինի Արմեն Պադոյանը։ Գնանք ծանոթանանք Արմեն Պադոյանի հետ եւ իր կողմից սահմանված ռեկորդի հետ։ Արմատներով Ջավախքից ենք, մեր պարբերաբանարը Ջավախքից տեղափոխվել են Շիրակի մարզի Աշոտսկի տարածաշրջանում են ապրել, հետո հայրս 8-րդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվել է Գյումրի եւ ամուսնացել է, ես ծնվել եմ Գյումրիում, բանվոր ընտանիքում, սովորել եմ թիվ 1 դպրոցը, զբաղվել եմ ազատամշամարտով, տարբեր մարզաձևերով եմ զբաղվել, դեռ ժամանակներս ձյուդոյով եմ զբաղվել բռնցքամարտով, հետո գտել եմ, որ իմ մարզաձևը ազատամշամարտն է եւ երկար ժամանակ զբաղվել եմ ազատամշամարտով։ Ազատամշամարտով զբաղվելու ընթացքում ունեցել եմ բավականին առաջընթաց, Հայաստանի առաջնության բազմագի չեմպիոն եմ եղել, Պատանի երիտասարդներ եւ մեծահասակների, մասնակցել եմ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, եղել եմ մրցանակակիր, աշխարհի առաջնության, հետո մեկնել եմ բանակի ընթացքում նաեւ զբաղվել եմ սպորտով եւ ազատամշամարտով եւ տարբեր սպարտակիադաների եմ մասնակցել եւ հանրապետական եւ միջազգային, դարձել եմ հաղթող եւ մրցանակակիր, մի խոսքով սպորտային իմ Ձեր գլխավոր մասնակցությունը սպորտին։ Չէ, ես սպորտից բացի բանակը ծառայելուց հետո աշխատել եմ տարբեր բնակավարներ, աշխատել եմ 17 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, աշխատել եմ Ճարտարագիտական քոլեջում որպես ֆիզիկ, աշխատել եմ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետագան համալսարանում որպես դասախոս, մարզական բարձրագույն վարպետության դպրոցում որպես ազատամշամարտի մարզիչ եմ եղել, հետո 2010 թվականին ՀԱՕԿ-ի կոչումի որոշմամբ Շիրակի մարզում նշանակվել եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացության տնօրեն։ Եվ բացի ՀԱՕԿ-ից նաև Ցուցազնակրկիտ ցուցազունների ասոցիացիայի կողմից նաև Շիրակի մարզում ներկայացուցիչն եմ։ Նաև աշխատել եմ գազի բնակավարում, աշխատել եմ Հայրուս Կազարտում, հետո Գազպրոմ Արմենիա դարձավ, եղել եմ Աշոտսկի տարածաշրջանում որպես պետի տեղակալ, հետո Գյումրի քաղաք եմ տեղափոխվել, եղել եմ երկար ժամանակ Գյումրու 3-րդ տեղամասի պետ, նաև մասնակցել եմ տեղական ինքնակառավարման եւ խորհրդարանական ընտրություններին, 4 անգամ անընդմեջ ընտրվել եմ Գյումրու ավականու անդամ, համամասնական ցուցակով նաև եղել եմ ազգային ժողովի ընտրությունների տեխնացու եւ ռեյտինգային տեխնացու, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա, 2 տղա, 1 աղջիկ։ Իսկ ռեկորդը ինչ ծարգավ այդ միտքը ռեկորդ սահմանելու ու ինչ է ռեկորդը։ Ուրեմն քանի որ ես սպորտի մարդ եմ, սպորտի ֆանատ եմ, ու նաև ստանալով ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացությունը եւ նաև Ցուցազունների ասոցիացիայի հետ համատեղ աշխատում ենք, Շիրակի մարզի տարբեր մարդկանց, տարբեր համայնքներից ներկայացել ենք, բացահայտել ենք, ռեկորդագիրներ են դարձել եւ պատական մեր մարզի պատաններից մեկի ռեկորդ սահմանելու ժամանակ, դե քանի որ ես նաեւ կշռաքարերեմ բանակի ժամանակ դարձել եմ Հայաստանի եւ քաշային կարգով չեմպիոն եւ բացարձակ հաղթող եմ եղել, փորձեցի ես էլ կատարել այդ մատներով, միջնամատով, ինչքան հիշում եմ 40 անգամ մեկ ձեռքով
24 կիլոնոց կշռայքարը բարձրացրել եմ։ Այդ ժամանակ չկար Հայաստանում նման բան, հիմա ճիշտ ասած չգիտեմ կան ավելացնող ռեկորդներ վերցնողներ թե չէ։ Հետո որպես սպորտի մարդ ես ամեն օր էլ սպորտային առավոտներով քայլում ենք, մարզվում ենք, սպորտալիժներ ենք մեկնում մեր պատանիներին, մեր մադախ-սերնդին, նաև մեր փորձը, մեր գիտելիքը փոխանցում ենք ու հետևում ենք իրենց պարամունքներին, իրենց արդյունքներին, ինչ որ հնարավոր է օգնում ենք, որպեսզի Շիրակի մարզը սպորտային քաղաք է, որ մեր արդյունքները ավելի կրկնապատկվեն, եռապատկվեն։ Սպորտային հաջողություններում ունեցել եմ սպորտի վարպետի կոչում, հետագայում իմ սպորտային գործունեության համար շնորհվել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում 2017 թվականին, 38 տարեկան հասակում։ Այս պատվոգիրը մեր միջազգային օլիմպիական կոմիտեի ստեղծման օրվա կապակցությամբ ամենամյա միջոցառում է անցկացում Հայաստանում ու նաև բոլոր մարզերում, Շիրակի մարզում նաև։ Այս այդ պատվոգիրն է։ Սա ծառայությունս ընթացքում համապարնագային սպարտակիադային ԱՊՀ երկրների համապարնագային սպարտակիադայի 3-րդ մրցանակագիր եմ եղել Ազատ Շամարդով, Պաշտպանության նախարարի կողմից պատվոգիր է։ Սա Հայաստանի կենտրոնազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի պատվոգիր է, ֆեդերացիային աջակցելու համար, միջազգային մրցաշար է համահայկական Կոկոշինկա կարատեի ֆեդերացիայի կողմից նորից աջակցության համար, հայկական բանակային ձեռնամարդ մարտարվեստների ֆեդերացիայի կողմից է նորից ֆեդերացիային աջակցելու մրցումներ, միջոցառումներ անցկացնելու համար։ Սա ավանդական կարատեի Հայաստանի ֆեդերացիայի կողմից ոսկե մեդալով են պարգևատրվել ֆեդերացիայի հետ համագործակցելու եւ ֆեդերացիային օգնելու, աջակցելու համար։ Սրանք հայրենասիրական գործունեության համար Արցախի մայրական երախտագիտության ոսկե շքանշան եմ ստացել։ Սա Երկրապահ կամավորական միության կողմից մեդալի վկայականն է եւ ոսկե արծիվ մեդալ եմ ստացել։ Սա Ստեփան Սարգսյանի Վանաձորցի օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատամշամարտի գավաթի առաջնության առաջի գավաթն է եղել, մրցումների առաջի մրցումներն եղել անցկացված, որին բախտի վիճակով ես եմ դարձել հաղթողը ավանդական քաշային, այսինքն այն քաշային կարգում, որ քաշային կարգում որ Ստեփան Սարգսյանն հանդես եկել 1996 թվականին դարձել եմ գավաթի հաղթող։ Սրանք էլի տարբեր ֆեդերացիաների կողմից շնորհակալագրեր է ֆեդերացիաների հետ համագործակցելու, աջակցելու համար։ Սա 96 թվականին Պատանների աշխարհարարության պատվոգիրն է, կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Գավաթներն են, ուրեմն սա Շիրակի մարզը Վրաստանում Ճավախքում մեր լավ ընկեր Արշալույս Խնգոյանի անվան միջազգային ազատամշամարտից միջազգային մեծ մրցաշար է անցկացվում ամենամյա եւ ես եմ պատվիրակությունը ներկայացրել եւ ազատամշամարտը այդ միջազգային մրցաշարին թիմային հաշվարկով ընկել է երկրորդ տեղը եւ սա շնորհվել է ինձ։ Սրանք իմ Պատանի երդասարդ դեռ ժամանակված մեդալների ինչ-որ մասն է, սա ԱՊՀ երկրների համապարնագային սպարտակիադայի 3-րդ մրցանակագիր եմ դարձել,
2002 թվականին Օդեսայում։ Սա աշխարհի առաջնության 96 թվականի մեդալն է։ Սա Իրանում կայացած Եվրազիական խաղեր է։ Հայաստանի առաջնության մեդալներ են, մի որոշ մասը մեր տանն է։ Սա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի գավաթի առաջնության շնորհակալագիր է, Հունարոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար, որը համենամյա Գյումրիում անցկացվում է, մրցումներին աջակցելու, ֆինանսավորելու, օգնելու համար։ Նաև ասեմ, իմ ավականի եղած ժամանակ իմ նախագիծն է եղել, որ մեր վաստակաշատ մարզիչին Արամ Սարգսյանին, ով տվել է եւ օլիմպիական խաղերի չեմպիոն, մրցանակագիրներ աշխարհի եւ Եվրոպայի առաջնության մրցանակագիրներ եւ չեմպիոններ, Արամ Սարգսյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։ Սա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից է։ Սա պատվոգիրն է համապանագային ԱՊ երկրների համապանագային Սպարտակիադայի պատվոգիր է։ Սա եւ նաեւ ասեմ, որ մեր ընտանիքն էլ է սպորտային, մարզական, հա, ես կաշխատեմ ինչքան հնարավոր է, իմ երեխաները սպարտադիր պետք է զբաղվեն ֆիզկուլտուրայով, սպորտով, ուզում են դառնալ պրոֆեսիոնալ սպորտսմեն, արդեն զբաղական չէ, բայց որ պետք է առողջ ապրելակերպով զբաղվին, սպորտով զբաղվին, դա պարտադիր է տրված։ Եվ մենք 4-5 տարի եւ տղայիս եւ աղջիկաս հետ մասնակցել ենք մարզական ընտանիք միջոցառմանային, ժամանակ նախագահի գավաթի մրցանակ էր կոչվում եւ Շիրակի մարզում եմ դարձել հաղթող եւ Հայաստանի Հանրապետության առաջնությունների ժամանակ եղել եմ տարբեր ձևերից եւ հաղթող եւ մրցանակագիր։ Սա ցուցազնակերքի Ցուցազունների ասոցիացիայի կողմից ստացված իմ պատվոգիրն է, ցուցազնագիրն է, առայն որ այդ ձեռքի միջնամատով 16 կիլոգրամ կշռայքարով ուսակոդու շրջաններում դեպի վեր վարժությունը կատարել եմ 40 անգամ 2016 թվականին։ Ճիշտն ասած, հիմա չեմ փորձել նոր ռեկորդների, բայց հույսով եմ, մտքեր կա, հույսով եմ, որ դե հիմա մի քիչ աշխատանքի ժամերս հանգիստ է, հիմա ուզում եմ զբաղվեմ, մտնեմ ֆորմի մեջ ու ընթացքում հայտ կներկայացնեմ ինչ-որ նոր ռեկորդի համար։ Ասեմ նաև, որ մեր հայ ազգը ընդհանրապես տաղանդավոր ազգ է, բոլոր բնագավառներով, առավել ևս սպորտով, ֆիզկուլտուրայով, մշակույթով, արվեստով, այսինքն յուրաքանչյուր մարդու մեջ կա տաղանդ, ուղղակի պետք է բացահայտել, գտնել եւ իրազեկել հանրությանը։ Ու նաեւ պետք է այդ քարոզչական լավ աշխատի, դա սկսած նախադպրոցից, բուղերից ու նաև մարզատ դպրոցներից, որպեսզի երեխաները, պատանները պարտադիր այցելեն թե ֆիզկուլտուրայի ժամերին, թե սպորտզալերը պարաբելու։ Որպեսզի պարտադիր չէ, որ դառնան աշխարհի կամ օլիմպիական խաղերի չեմպիոն, բայց դառնան առողջ մարդ, առողջ հասարակություն կունենանք ու նաև առողջ հզոր ուժեղ բանակ կունենանք։ Այսօրվա համար այսքանը, հերևեք մեր հաղորդումներին, որտեղ մենք ներկայացնում ենք մեր հայ դյուցազուններին։ Մինչ նոր հանդիպում։